նախկին Ադրբեջանի հետախուզության աշխատակից, որ հիմա ապրում է արտասահմանում, որը ցանկացել է մնա չհայտնաբերված։ Ասում է այն մասին, որ դեռ 2008 թվականից իրենց կողմից հավաքագրված Փաշինյան Նիկոլը պետք է դառնար, որոշվել է, որ ինքը պետք է դառնալ ապագա ընդդիմության լիդեր։ Տեսեք 2008 թիվն է սա։ Սա Քոչարյանից դեպի Սերժ Սարգսյան transition-ն է, փոխակերպումն է։ Եթե հիշում եք, այդ փոխակերպումը եղավ մարտի 1-ով։ Հա, մարտի 1-ով, որի ժամանակ այս տականքը մի քանի օրով նստեց բանտ։ Սրա վրա սկսել են աշխատել միջև արդեն մարտի 1-ը մենք խոսում ենք, որտեղ իր վրա դասի են հավաքել ադրբեջանական ծառայությունները եւ իր ծածկանունը եղել է կրաչ։ Եվ իր վրա հավաքած դասիեների օգնել է այն ժամանակվա KGB-ի նախարար Կառլոս Պետրոսյանը։ Եմջելոց, ես հիշեցնեմ Կառլոս Պետրոսյանը դրանց ընդամենը մի քանի տարի առաջ իր երեխան մահացավ, աստվածի սպանվեց Երևան Սոչի ինքնաթիռի մեջ, որը ոսկե էր տեղափոխվում, որի գործը տենց էլ ծածկա դմփոցալին գնաց, եւ իր տղան սպանվեց հենց մնացած բաների ուղևորների հետ, որի ծածկա դմփոցի գլխին էր կանգնած Սերժ Սարգսյանը անձամբ, որ հանկարծ ոչ մի ինֆորմացիա, ոչ մի լրագրող, ոչ մի բան դուրս չգա։ Բայց մենք բոլորս հասկացանք, որ նման ռեժ չէր կարող լինել, նման ինչու են հենց նրանք հայտնվել, ինչ այտենց էլ չհասկացանք ինչու են այդ կրակոցներն եղել, ինչու օթանավան կա, մի խոսքով է, այդ ամեն ինչը ծածկա դմփոցած Սերժ Սարգսյանը, հետագայում սրան, որ արդեն հավաքագրելուց հետո այս ամեն ինչի գլխին կանգնում է նաև Կառլոս Պետրոսյանը, հասկանում ենք, չէ՞ որ Սերժ Սարգսյանի առանց իգիտության իր ԱԱՑ պետը չէր կարող թուրքական ռազմավարքային զեկուցել եւ նյութեր տրամադրել սրա վերաբերյալ։ Եվ սա հետ կապնվել են ինչպես ուղիղ, այնպես էլ Կառլոս Պետրոսյանի միջոցով։ Այն ժամանակ առաջարկվել է սրան ստեղծել կուսակցություն։ Հիշում եք 2008 թիվներ արդեն ջարդեր եղել եւ այդ պայմանավորվածությունները ստանալուց հետո, ձեռք բերելուց հետո վերջնական ոսա համաձայնվել է, իրան ազատեցին Բերդից։ Հիշում եք մենք սա մասին շատ խոսել ենք, ով ա եղել, ոնց եղավ իրան նստացեցին եւ ինչի դիմաց իրան վաղաժամկետ ազատեցին։ Հիշում եք։ Հայաստանում ոչ մեկին վաղաժամկետ հենց նես չեն բանը ազատում, եթե ինչ-որ մի բանի դիմաց չի համաձայնվում։ Ես ո՞ս կարող եմ ուղղակի օրինակներ բերել։ Սասնացրել ապստամբները միջև դատում են, բանտում են։ Ընդ որում, նրանք ապստամբել են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ։ 10 տարի առաջ նրանք ապստամբել են Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։ Բայց ինչի՞ վսում նստած են, գիտեք ինչի։ Չեն համագործակցում։ Ես վստահեցնում եմ, նրանք համագործակցեին, այնտեղ չեն լինի։ Եվ այսպես Մարտի 1-ի այդ արյունոտ դեպքերից հետո հիմնական կազմակերպիչներից մեկին բռնում են եւ կար ժամանակ հետո ազատում են բանտից։ Ու այդ ամբողջ ընթացքում իր կինը մնում է, տեսեք, հանցագործ, բան իր թերթներ չէ, խառնակիչներից մեծ, բայց իր թերթը կա, ոչ մեկ իր թերթին ձեռ չի տալիս։ Իր կինը կա, ղեկավարում է, ոչ մեկն իրան ձեռ չի տալիս։ Իրան օգնում են նույն KGB-ի աշխատողները, նաև Դավիթ Շահնազարյանը, որը միջև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր KGB-ի պետ, որի ժամանակվանից սկսել են սրա վրա աշխատել։ Եվ այսպես, Կառլոս Պետրոսյանի կողքը ավելանում է եւս մի KGB-իչնիկի անուն, Դավիթ Շահնազարյան։ Հասնենք առաջ։ Մի խոսքով, այն ժամանակվանից որոշում են Արցախը ոնց պետքա դատարկվի եւ հանձնվի Ադրբեջանին։ Դատարկվի։ Տեսեք, հիշում եք այս տականքն ինչ ասեց, ասում ես մոռացել է 2018-ին ասեի, որ Արցախը պիտի Ադրբեջանը լինի։ Ինքը մոռացել էր ասել։ Հիմա երևի կմտածեք, կարող ասած չափազանցած, ոչ մի բան չափազանցած չի։ Այս ամեն ինչը
անկախ էստակի իրադարձություններից, այս հանգամանքներից, մենք գիտենք, տեսել ենք այդ գործողությունները, դա համար ենք ասել, ինձ պետք չի, որ ես տեսնեմ այդ թուղթը, որ ինքը ստորագրել է, ես տեսնում եմ գործողությունները, որը հուշում է, որ ինքը պարտականությունները վերցրել եւ այդ գծած պլանով հատ իրականացվել է, հատ, ես ասեմ մենակ ինքը չի եղել, ես ուզում եմ ցույց տամ առնվազն գոնե մնացած կազմակերպիչների դեմքերը, որ մտածեք, որ սա պատահական բան չի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած 2005 թվականին ինչ է կարծում, ով էր ընդեղ ղեկավարը Հայաստանի, որ իրան արդեն բանեին ռազվեդկային Քոչարյան Ռոբերտ, Սերժիկ Սարգսյան գլխին կանգնած, Տակի, Արցախի աշխատողներ, սրանք բոլորը KGB-ի աշխատող են եղել, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սամվել Շահրաման, սրանք բոլորը KGB-շնիկ են, ասիկա սրանք բոլորը Արայիկի մասին չէ, Արայիկի մասին էլ չեմ խոսում, ես ունիտազի, սրան Նիկոլն է նշանակի Արցախը հանձնելու համար։ Եթե հիշում եք 2018 թվական, երբ է 20 թվականներ, թե 18, թե 19, մի խոսքով, երբ որ Հայաստանում տեղի ունեցավ այդ փոփոխությունները, Արցախում եղավ նախագահի ընտրություն, եւ Բակոյի ու Արայիկի դեմ մեջ էր կռվել, եւ Ալենի գլխավորության պատվիրակություններն դե աշխատում, ճողում են իրենց, որ Արայիկը լինի ինձ իրենց մարդը, որ Արայիկի ձեռքով էս ամեն ինչ հանձնվի, փող կար դիմացը ստանալու եւ այդ փողին տիրություն պետք է ալվեր։ Որի համար իրանք ընտրել են Արայիկին։ Այս որ նայում ենք այս շարքը իմաստան, բոլորը KGB-ի աշխատողներ են։ Ոչ թե բանը, սրանք իրոք KGB-ի աշխատողներ են։ Ասենք իրանք կենսագրությունով են KGB-ի աշխատողներ, սա բան չի։ Վերջը, գնացինք վերադառնանք այն թեմային։ Բոլոր պայմանավորվածությունները, հանդիպումները, ինստրուկցիաները եղել են, տրվել են արաբական էմիրություններում եւ Կարլոս Պետրոսյանի տանը Իսպանիայում, ըստ հաղորդագրության։ Ես հիշեցնեմ, որ սա վկայել է, սա մասին ասել է նաեւ արդեն Նիկոլ Փաշինյանի KGB-ի պետ, երեք է չես մասին խոսում էի, 7 միլիոն մենակ Սերժ Սարգսյանի ժամանակ է փոխանցվել 17 թվականին։ Տեսեք են, մեշոկներով առանձին իշտավել են սրան, կերակրել են դա մի կողմ։ 7 միլիոն Ադրբեջանից ուղիղ փոխանցում եղել սրան Սերժ Սարգսյանի ժամանակ 211 միլիոն 18 թվականին, որ կեսը Սերժ Սարգսյանն էր, դրանից հետո արդեն սա էր, բայց այդ ամբողջ ընթացքում ով էր Վանեցյանը KGB-ի այն ժամանակ Սերժի ժամանակ քաղաքի պետն էր, հետո դարձավ մեծ ընդհանուր KGB-ի պետը։ Եվ հենց նույն Վանեցյանն էր վկայում ինքն ասել, որ ինքը փոստատարն էր Ալիևի ու սրա միջև ինքն էր կապը ապահովում, որտեղ հիշում եք, այո, արաբական էմիրությունները, որի մասին ասում է ստեղ։ Եվ մյուս մասով հենց Կարլոս Պետրոսյանի տանը Իսպանիայում, ձեզանից ով գիտե, որ Կարլոս Պետրոսյանը Իսպանիայում, մինչալից այս հարցը պետքա նաև ստուգել։ Եվ այդ ժամանակ էր, որ որոշում են, որ բանակը պետք է քանդվի ում ձեռքով, այո, Սերժ Սարգսյանի փոխնախարար պաշտպանության Դավիթ Տոնոյանի ձեռքով, որովհետև ինքը ամեն ինչից տեղյակ էր, ինքը շատ լավ գիտեր ինչ պետք է աներ, եւ դա ոնց պետք է աներ, պատերազմ հրահրելով։ Հիմա երևի շատերիս մոտ բան կա, հարց կառաջանա, բայց երկու տարվա մեջ ոնց էր սա հնարավոր անել։ Ինչի՞ էս 18 թվականին չեղավ։ Ասեմ ինչու 18 թվականին չէր կարող լինել։ Պատրաստել էր պետ ժողովրդին, որ անվերապահ դասավստահություն էր։ Ի վերջո 18 թվականի դեկտեմբերին նոր կայացան ամբողջական ընտրություններ։ Ամբողջ 19 թվականը, ամբողջ 19 թիվը նվիրված էր բանակի քանդմանը։ Հիշեցնեմ, այդ ժամանակ ինչ արվեց, վերացվեց հակաէլեկտրոնային պաշտպանության բոլոր միջոցները Ղարաբաղում։ Վերացվեց բանակի պաշտպանական առաջի գիծը։ Բոլոր տեսակի զենքի նոր գնումները հետաձգվեց, վերեցին առանց դրա փոխարեն 400 սու առանց ռակետների եւ գնում էր բանակի ռեֆորմ կլուբնիկ ելակ ուտելու անվան տակ, քանդում էին պաշտպանական գծերն ու պաշտպանության բոլոր հնարավոր այն խոչընդոտները, որոնք կարող էր խանգարել Ադրբեջանին ընդամենը 1 տարի հետո ագրեսիայի ժամանակ։ Ես հիշեցնեմ, որ 1 տարի հետո ուղղակի պանդեմիա էր աշխարհում։ Մարտին սկսվեց 20 թվականի արդեն մարտին սկսվեց պանդեմիան, իմիջիալոս միաբանել ես հիշեցի 20 թվականի նոր տարին Հայաստանի հիմնը չհնչեց։
Այդ ժամանակ հնչեց այն սերբական խմբի գազ հիմա երգը։ Ես այդ ժամանակ շոկի եկամ։ Նոր տանին սկսեց առանց հիմնի եւ այդ խմբի, եթե հիշում եք գրեք։ Ու 20 թվականը դա սկսեց։ 2 ամիս հետո եղավ սկսեց պանդեմիան։ Պանդեմիայի ժամանակ ես հիշեցնեմ ինչ կատարվեց Հայաստանում։ Ամառը եղավ հետախուզական փորձնական պատերազմ Տավուշի մարզում։ Հիշում եք, որից հետո սա ուղակի այնտեղ փորձարկեցին իրաց բեսպիլոտնիկները եւ այլն, որից հետո սա մի քանի 100 հոգու մեդալներ ստես բաժանել։ Դա հուլիս ամիսն էր։ Օգոստոս ամսից արդեն ըստ Դավիթ Տոնոյանի ցուցմունքների Թուրքիայից F-16-ը ռեգուլյար ռեսեր էր կատարում դեպի Ադրբեջան, դեպի Գանձակ, որի մասին ինքն է բանը ցուցմունք տվել այդ լսումների ժամանակ, եւ այդ ժամանակ ասում ենք հարցնում ենք ռուսներին, խփենք, ասում են չէ։ Օգոստոս ամսից սկսել է նախապատրաստումը, օգոստոսից 1 ամիս հետո եղավ հարձակումը։ Եվ մի հատ բան էլ ձեզ հիշեցնեմ։ Այդ ժամանակ արդեն ժամանակը կարճ էր, պետք է սկսել, որովհետեւ ընդամենը 2 ամիս հետո, եթե չսկսեին սեպտեմբերին, նոյեմբերին արդեն ուշ էր լինելու, որովհետև Թրամփի վարչակազմի աշխատանքն էր վերանում։ Այսինքն այն ինչ որ հիմա կատարվում է, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է գտնում տիրապետության տակ, դրա հիմքերը դրվել է հենց այն ժամանակվանից, որի գլխին կանգնած էր հենց Թրամփը։ Այսինքն բոլորի հետ միասին պայմանավորված։ Ռուսաստանն ասում է մի խփեք F-16-երի, ես կուրսի եմ։ Թրամփն էլ գիտի որ պետք է ինքն ասում չի։ Իր ժամանակը սկսել։ Այս պատերազմն է իր ժամանակը։ Եվ այս տարածքը պետք էր պայմանավորված էր տալ Իսրայելին, որպեսզի նա իրականացնի հարձակում Իրանի վրա։ Դա հնարավոր չէր իրականացնել Թրամփի կոնտրոլի տակ Բայդենի որովհետև կարող է Բայդենի ադմինիստրացիան կանգնեցել պատերազմը, չթողել այդ ագրեսիան, բայց Թրամփը իրա մնացել էր 2 ամիս։ Իրանք այսպես խիտ էին ժամանակի մեջ, պետք է հասցնեին Նիկոլ Փաշինյանն ուներ 1 տարի թուլացնելու համար բանակը, իբր ճակերտավոր ելակային ռեֆորմների տակ կազմալուծել պաշտպանական բոլոր գծերը, հակաօդային պաշտպանությունը, մի խոսքով հրթիռներ չգնել, անջատել այդ ռադիոէլեկտրոնային պայքարներ, ամեն ինչ, եւ դա շատ սեղմ է ժամանակը միջև Բայդեն դա պետք է իրականացվեր, որտեղ Բայդենի աշխատանքազմը կարողացել, ես ինչ եք անում։ Խոսքով գնանք նա առաջ։ Եվ եղավ ինչ եղավ։